Բարև ձեզ բարեկամներ, մենք նորից Կիրակնորյա Փակ TV-ում ենք։ Կիրակնորյա Փակ TV այս հաղորդումը եւս մենք ստիպված ենք սկսել առանց Տիկին Լուսիայի ներկայության, որին մենք ամեն օր սպասում ենք եւ հույս ունեմ, որ հաջորդ կիրակի արդեն Տիկին Լուսիան տեղ կզբաղեցնի Փակ TV-ի տաղավարում։ Մեզ համար դա շատ կարեւոր է եւ հատկապես դա կարեւոր է այն բոլոր տասնյակ հազարավոր մեր ունկնդիրների համար, որոնք ամեն կիրակի սպասում են նրան։ Այսօր էլ այս կիրակի էլ մենք խնդրել ենք մեզ աջակցելու մեր մյուս աստղաբան հոգեբանին Գայանե Սարգսյանին, ով միշտ շատ այսպես մեծ սիրով համաձայնվում է գալ տաղավար եւ փոխարինել իր փորձառու ավագ ընկերոջը։ Տիկին Գայանե, բարև եկել։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Մենք ուրախ ենք, որ դուք նորից մեր տաղավարում եք եւ իհարկե հույս ունենք, որ առաջիկայում կտեսնենք նաեւ Տիկին Լուսիային, բայց քանի որ կրկնում եմ հարգելի պատճառով նա առայժմ բացակայում է, մենք փորձում ենք այդ պակասը լրացնել ձեր օգնությամբ, այնպես որ հուսանք եւ սպասենք։ Այո, փորձեմ օգտակար լինել, լավագույն ընկերները, պարոն Ղուշյան, նրանք իրենց դրսևորում են դժվարությունների ժամանակ։ Քանի որ մենք կյանքի բերումով ես, դուք եւ Տիկին Լուսյան այնպես է ստացվել, որ կարմիկ ծրագրեր ունենք իրար հետ իրականացնելու, փորձեմ օգտակար լինել, փորձեմ, ես իր տեղը չեմ կարող լրացնել, որտեղ նա հանրային մեծ ճանաչում ունի, նա ավելի մարդկության, այդ հանրությանը ավելի հեշտ է բացատրում աստղաբանության օրենքները, բայց փորձեմ օգնել ձեզ, օգնել մեր լսարանին, որ իրենք առավոտվա այդ 15-20 րոպեն վայելեն, բայց ասեմ, որ այս կիրակի ես վերջին անգամ եմ ելույթ ունենում, Տիկին Լուսիա, խնդրում եմ վերադարձեք եթեր, որովհետև դուք ձեր ծրագիրը պետք է անեք, իջնող հանգույցը առույցում, բարձրացող հանգույցը ջրհոսը, դա աստղաբանությունն է, դա աստղաբանությանը հանրային լեզվով լուսին եւ բարձրացող հանգույց, այդ մեծ տրիգոնը այն ձեզ հորդորում է եւ դուք այդ ծրագրով եք ծնվել։ Իջնող հանգույցը առույցում հստակ ծրագրում նշված է, որ երեխայի հետ կապված իրադարձությունները ձեզ չպետք է խանգարեն հանրային գործունեություն ծավալեք, լուսաբանեք աստղաբանությունը, տիեզերքի լեզուն եւ կամքը։ Այսքանն եմ ասում։ Իսկ ովքեր աստղաբանություն գիտեն, տիրապետում են, խնդրեմ մեկնաբանություններում գրեք, արդյոք ես ճիշտ չեմ մեկնաբանում։ Իսկ եթե ճիշտ եմ մեկնաբանում, եկեք բոլորով հորդորենք Տիկին Լուսիային, Տիկին Լուսիա, վերադարձիր եթեր։ Սքալու ժամանակ էլ միշտ կունենաս։ Այո, մենք բոլորը սպասում ենք նրա վերադարձին, Գայանե, գիտես, աստղաբանություն եւ գուշակություն, սրանք հասկացություն մասին շատ է խոսվում։ Այ փորձենք ձեր օգնությամբ բարձրաբանում մտցնել։ Պարոն Ղուշյան, ասում եմ, որ այն եթերը, որտեղ խոսեցինք, մեկնաբանեցինք, Տիկին Լուսիայի հետ կապված տարբեր այդ վատ խոսակցությունները, այդ կայքերի գրառումների հետ կապված, ես ասում եմ, ես ուղղակի զարմացած եմ, երբ որ նայեցի 1000 մեկնաբանություն 946, այդքան էլ հեռու չեմ ասել, այդ դրական մեկնաբանությունները ուղղակի ինձ ուժ են տալիս, նրանք ինձ ստիպում են, որպեսզի ես անընդհատ վերլուծեմ, անընդհատ նոր ուղիներ փնտրեմ, նոր ճանապարհներ աստղաբանությանը եւ հանրությանը սերտ իրար կապելու համար։ Եվ ինչն է հետաքրքիր, ես երբեմն հանդիպում եմ մեկնաբանությունների, այնտեղ գրում են Աստված չի սիրում, գարշելի է գուշակությունը, աստղաբանությունը գուշակությունն է։ Նախ այն հետևորդները, որոնք պետք է դիտեն դա, եթե ձեզ չի թույլատրում, եթե աստվածահաճո չի, ինչու եք դիտում այս եթերն, ինչու եք գրում դա գուշակություն է, գարշելի է, մի գրեք, մի հետևեք մեզ։ Սիրելիներս, աստղաբանություն անցած յուրաքանչյուր այս ճանապարհը բռնած յուրաքանչյուր անձ գիտի ինչի միջով է անցնելու, ինչ խնդիրներ կարող են լինել, աստվածահաճո է, աստվածահաճո չէ, այդ ամենը երկար տարիներ եղել են իմ ուշադրության, իմ մտահոգության կենտրոնում, մի գրեք այդ գարշելի
այո, իրավամբ գարշելի գրել գարշելի է գուշակությունը, աստվածին է գուշակությունը մի համեմատեք աստղաբանության հետ եւ ժամանակին մոտավորապես արդեն այդ հաշվարկները արել են մենք Հիսուսի ծննդյան ժամկետները հաշվում ենք կամ նա ձուկ է կամ կույս է շատ մանրամասներ չեմ ասում բայց ժամանակին այնտեղ քանի որ աստվածաշնչում չեն առանձնացնում բայց ժամանակին հենց աստղաբանները նրանք տեսել են Սատուրն եւ Յուպիտեր մոլորակների միացումը ձկների կենդանակերպում աստղաբանական ծրագրերը հստակ հաշվում են այդ ժամկետները ես հաշվել եմ իմ մոտ կա հանրայնացնելու կարիք չեմ զգում այդ հաշվարկները կատարվում են իմ խմբերում իմ մտերիմների հետ մենք բոլորս աստղաբանության ջատագովներ ենք աստղաբանությունը դա աստվածային լեզվի աստվածային իմաստության վերծանումն է եկեք յուրաքանչյուրս գնանք մեր ճանապարհով մի խայտառակեք իրավամբ այն մարդկանց ովքեր հլու հնազանդ իրոք աստվածավախ մարդիկ են եւ նրանք Աստծո պատգամներին են հետո նրանք իրոք հավատացել են ինչու եք անպարտքեշ բառեր գրում ինչու եք վիրավորում ուստի թողեք այս հարթակը թողեք մենք մեր հարթակում աշխատենք ես շատ հարգում եմ կան հոգևոր հայրեր կան մարդիկ իրոք աստվածային այդ օրենքները այդ բոլոր այնտեղ կետերը, հա, պատվիրանները, նույնիսկ մարդը կարող է եկեղեցի չգնալ, բայց ես բարեպաշտ մարդկանց եմ տեսնում։ Ուստի յուրաքանչյուրը շարունակենք մեր ճանապարհը։ Աստղաբանությունը այն գիտություն է, հիմնված ֆիզիկա, մաթեմատիկական հաշվարկների վրա, շատ կարևոր է անձի ծննդյան վայրի եւ նաեւ րոպեի եւ ժամի այդ ճիշտ հաշվարկները ըստ այդմ մենք կարող ենք կառուցել աստղաբանական քարտեզները վերլուծել մարդու ներուժը պոտենցիալ հնարավորությունը նաև բարդ խնդիրները այն կոնֆլիկտային եւ բարդ իրավիճակները ճակատագրական որի արդյունքում մարդը պետք է ապահովի իր զարգացումը երկրի վրա եւ այսպիսի մի հարց էլ պարոն Ղուշյան հարցադրում էր եղել արդյոք ամեն ինչ նախասահմանված չի եթե նախասահմանված է իսկ ինչու են աստղաբանները հաշվարկներ կատարում ես ձեզ ասեմ որ նախասահմանված այն առումով պրիմիտիվ ինչ որ օրինակ բերեմ վերջերս Մարսը գտնվում էր Խեցգետնի կենդանակերպում այն Խեցգետնի կենդանակերպ անցավ սեպտեմբերի 4-ի մոտակայքում մինչև նոյեմբերի 5-6 այն գտնվում էր առուծում հետո հունվարի 5-ից 6-ից հետո Մարսը կրկին առուծից նահանջ ընթաց կատարեց Խեցգետին եւ առավելապես նա վնասեց այն մարդկանց որոնք ծնվել էին Խոյ, Խեցգետին, Կշեռ եւ Այծեղջուր կենդանակերպերի ազդեցության տակ եւ մանավանդ նրանց համար է բարդ ում քարտեզում եւ լուսինը մանավանդ Մարս մոլորակը գտնվում էր Խոյում, Խեցգետնում, Կշեռքում եւ Այծեղջուրում Մարսը Կշեռքում այն խաթարում է միջանձնային հարաբերությունները, կոնֆլիկտներ է ենթադրում Մարսը Խոյում մարդիկ իրենք կոնֆլիկտային են, իրենք կարող են հրահրել կոնֆլիկտներ Մարսը Խեցգետնում ընտանեկան անդորն է, եթե Կշեռքը միջանձնային հարաբերություններն է, ապա Խեցգետինը դա ընտանիքն է, հայրենիքն է, օջախն է այստեղ մենք կարող ենք ասել, որ նախասահմանված է, որ մարդը ծնվել է տվյալ խնդիրներով, իսկ աստղաբանի գործառույթը ինչու՞մն է կայանում, աստղաբանը հաշվելով տվյալ անձի քարտեզը, նա պետք է ասի, գիտես դու ի վերուս ծնվել ես սկզբնական, այո, այդ ծննդյան տվյալներում առկա են այդ խնդիրները։ Շաբաթվա մեջ մոտավորապես 4 օր լուսինը այդ 4 կենդանակերպերում անցնելով կոնֆլիկտային իրավիճակներ բերում։ Այդ անձիկ պետք է մանավանդ խոյերը, խեցգետինները նրանք բավականին ծանր են տանում, հուզառատ են։ Այդ խնդիրներից կարող է կորցնել իրենց կշերտները հավասարակշռությունը, խեցգետնիները տրամադրության անկում չեն սնվում, կորցնում են ապաթիայի մեջ են լինում։ Ինչ պետք է անել։ Պետք է ուղղակի հասկանաք, որ իծն է այդ ամենը ունեք, ուղղակի ուշադիր լինեք, որպեսզի խուսափեք խնդիրներ։ Ձեր ամուսինը կոնֆլիկտային բնավորություն ունի, գիտեք այդ ամենը։ Եթե չեք փոխել ձեր կյանքը, եթե կարևոր է ձեզ համար ամուսնությունը, ուրեմն պետք է լռեք, ուրեմն ճանապարհներ պետք է գտնեք։ Չեմ ասում նրան գոհացնել, գոնե ձեր ընտանեկան անդորը պահելու համար։ Եթե հասկանում եք, որ չեք կարող, դրան էլ ճանապարհ կա։ Եթե այդ ձեր վատ հարաբերությունների արդյունքում տուժում է ընտանիքի անդորը, երեխաների անդորը, ազդում է երեխաների հոգեկանի վրա, որոշեք որոշում կայացրեք։
Այստեղ նախասահմանվածի եւ աստղաբանի գործառույթը, եթե մարդը որոշի, նա չի փոխելու, Մարսը խոյում ձեր ամուսինը կռվարար է լինում, Մարսը կշերքում ձեր ամուսինը փոխհարաբերություններում զիջող չէ, Մարսը խեցգետնում ձեր ամուսինը ունի բարդ բնավորություն, նա կարող է հայհոյանքներ, Մարսը երկօրյակում է, նրա խոսքում հայհոյախառն արտահայտություններ, Մարսը խոյում էլ նույնը կարող են, կամ պետք է ուղղակի որոշեք այդ անձի հետ հարաբերությունները դադարեցնել, կամ ուղղակի հանգստներ, մանավանդ խոյ կանայք, ում մոտ Մարսը կշեռքում եւ խոյում են, Մարսը այդտեղ ջուրում անկոտրում են եւ կինը եւ տղամարդը փողզիջումների չեն գնում, Մարսը ուժեղ է, նախանդավառում է այդտեղ ջուրի կենդանակերպում, կինը ինքնաբերաբար, անգիտակցաբար ըստ իր քարտեզի, որ ընտրում է իրենից ուժեղ տղամարդու կարիերայում հաջողություններ ունեցած, հանրային բարձր դիրքի, հետո էլ բողոքում է, որ ամուսինը իրեն ճնշում է, դա ճակատագրով է։ Այսինքն գոյություն ունի նախատրամադրվածությունը եւ գոյություն ունի ճանապարհների ընտրությունը, որը Եզերքը թողնում է ձեզ սիրելի հետևորդներ, սիրելի հարգելի պարոն Ղուշյան, կարծում եմ հասկանալի լեզվով ասեցի այդ ամենը ես։ Այո, շատ հասկանալի եւ ամենակարևորը մատչելի։ Իդեպ ասեմ, որ կյանքի ծրագիրը ըստ կենդանակերպերի նշանների ձեր նախորդ հաղորդմանը ունեցած ելույթից հետո մեծ թվով մենք այսպես զանգեր ենք ստանում, որ մարդիկ ընտրում են այդ թեման ել ավելի խորացնել, բացել փակագծերը մինչև վերջ։ Ինչ կարող եք ավելացնել։ Հաջորդ կենդանակերպը ջրհոսի կենդանակերպ է։ Ջրհոսը դա ազատության անկախության նշան է, իրական ընկերության եւ ընկերասիրության նշան է։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ թվում է, որ ես եւ Տիկին Լուսյան ամբողջ օրը հեռախոսը վերցրած իրար հետ խոսում, բամբասում, քննարկում ենք, չէ սիրելիներս, մեր միջև գոյություն ունի մաքուր ընկերություն։ Մենք առիթից առիթ կարող է իրար շնորհավորենք, առիթից առիթ հանդիպենք տաղավարներում, ջեր խոսքերով իրար այդպես դիմավորենք, նաեւ մեր աշխատանքը վերջացնելուց հետո յուրաքանչյուրս գնանք մեր գործին։ Իջնող հանգույցը առողջություն, բարձրացող հանգույցը ջրհոսի կենդանակերպում։ Այսօր էլ հենց այստեղ ներկայանալուց մոտ 2 ժամ առաջ մի մայրիկի էի հանդիպել, որի իջնող հանգույցը առողջում էր, բարձրացող հանգույցը ջրհոսի կենդանակերպում։ Այդ մայրը ոչ մի կերպ չէր համակերպում իր երեխաների ապագան առանց իր հետ նա երկու տղաների մոտ էլ Լուսինը կարիճում էր, մայրը ճգնաժամային, մայրը անդադ նեղում էր, որ երեխաները կգնան, առանց իրենք չեն կարող, նրանք սխալներ կարող են կատարել։ Սիրելի մայրեր, եթե իջնող հանգույց առողջի կենդանակերպում է, բաց թողեք երեխաներին, դուք տիեզերքի հետ պայման եք կնքել, որ գաք այս կյանք, պետք է ազատական հայացքներ ունենաք, պետք է կախված չլինեք ձեր երեխաներից իջնող հանգույցը առողջում, պետք է ճիշտ է, եթե բարձրացողն է առողջություն, ապա այդ ամենը պետք է անի, հակառակ դեպքում բաց թողեք, թող գնան իրենք իրենց կյանքը վայելեն։ Ջրհոսը դա աստղաբանությունն է, դա ապագայի գիտություն է, IT ոլորտն է, տեղեկատվական դաշտն է, որ այն ինչը կապված է ապագայի հետ, այն ինչը կապված է բարձրաբոլտ հոսանքների հետ, IT-ն է, համացանցն է, դա կարող են լինել այն մարդիկ, ովքեր զբաղվում են գործունեություն են կատարում այս գործունեություն են ծավալում այս հարթակում, դա ռադիոն է, հեռուստաընկերությունն է, դա տարբեր հարթակներ են, YouTube-յան հարթակն է, նրանք ովքեր կապված են նաև IT-ն, դա ապագայի գիտությունները եւ ապագայի այդ շինարարությունն է, ապագայի հետ կապված բոլոր այդ առընթեր գիտությունները։ Ես հանդիպել եմ Իլոն Մասկի քարտեզում, որքան հիշում եմ, Մարս կամ բարձրացող հանգույց ջրհոսի կենդանակերպում այսօր նա առաջատար դիրքեր ունի հենց այդ ոլորտում։ Դրանք եթե զբաղվում եք մեքենաշինությամբ, ապա դրանք էլեկտրոմոբիլներն են։ Դրանք այն անձինք են, որոնք զբաղվում են համապատասխան կառույցներում, եթե շինարար այդտեղ ջուրը շինարարներն են, բայց ջրհոսի կենդանակերպը ապահովում են այդտեղ էլեկտրաֆիկացման հարցը։
ջրհոսը դա ոչ ստանդարտ մարդիկ են, նրանք գյուտարարներ են, գաղափարակիցների լավագույն այդ քաղաքագետները ծնվել են ջրհոսի ազդեցության ներքո։ Ջրհոսը դա ազգային ժողովը պետք է լինի, եթե բարձրացող հանգույցը ջրհոսում է, այդ մարդը պետք է ներգրավի քաղաքական այդ դաշտում եւ անպայման պետք է ազատության ջատագով լինի, լավագույն հեղափոխականներն են, եթե բարդ մոլորակային դիրքավորումներ չկան, եթե Մարսը, Սև լուսինը կամ Սատուրնը այնտեղ չեն, այդտեղ կարող ենք հանդիպել նաև էքստրեմիստների։ Այն ինչը նոր է, այն ինչը ապագայի հետ է կապված, բոլոր գիտություններն են, աստղաբանություն, աստղագիտություն, տեղեկատվական տիրույթ, թվային մարքեթինգը, եթե մանավանդ կապ կա ցուլի եւ կարիճի հետ, դրանք գովազների PR-ը, որը արդեն իրականացվում է համացանցում, այն ինչը կապված է համացանցի հետ, նաև լավագույն օդաչուներն են, դրանք լավագույն մասնագետներն են, որոնք աշխատում են օդանավակայաններում, որոնք դիսպեչերներ են, եթե Սատուրնն է գտնվում այնտեղ, ապա նրանք կարող են ապահովել մարդկանց ապահով թռիչքները, կարող են աշխատել սահմանապահներն են, ինչևէ, ինչը ապագայի եւ երբեմն ձկները իրականությունից կտրվելն է, բայց ջրհոսը ինչը ոչ երկրային գիտելիքների եւ այդ ոլորտների հետ է կապված։ Այսքանը երևի բաց չեմ թողել, եթե այստեղ այո, ուրանն է այստեղ, նրանք ովքեր աշխատում են խանութներում, որտեղ վաճառում են կամ սարքավորումներ են ստեղծում, ԱԹՍ-ներ կարող են ստեղծել, ձեր երեխաները, ասել եմ, 96-ից 2003 թիվ ծնվածները, 90-ից 92, 92-ից հետո, դրանք նաև 96-ից 2003 թիվը ուրանն է ջրհոսի կենդանակերպում, ես տեսնում եմ երեխաների, որոնք ստեղծագործական կրեատիվ մտածողություն ունեն, իրենք ստեղծարար մտածողություն ունեն, նոր գաղափարներ ունեն եւ նրանց գաղափարները այսպես կդառնան իրականություն, երբ որ նրանք դառնան արդեն 29-30 տարեկան։ Նրանց մոտ նաեւ դա կարող է 21-22 տարեկանում այդ շրջափուլերում խնդիրներ կարող են ունենալ, բայց բաց թողեք ձեր երեխաներին, սիրելի կանայք, սիրելի մայրեր, սիրելի ծնողներ, եթե ձեր բարձրացող հանգույցը ջրհոսում է եւ նաեւ զբաղվեք աստղաբանությամբ, տիեզերքի իմաստության գիտությամբ։ Այսքանը ջրհոսների մասին, ձկները թողնենք մյուս շաբաթ, թե ձկներն էլ ասենք։ Տեսեք, մեր ժամանակը շատ արագ է թռչում, բայց ես ուզում եմ, որ դուք նույն աստղաբանական հերթական քարտեզը մեզ ներկայացնում եք։ Վերջացնենք, այստեղ ձկների մասին խոսենք, կարճ է, ձկները ամենավարի նշանն է, հոգևոր նշան է, լավագույն այն անձինք, ովքեր կրոնին շատ մոտ են կանգնած, դա լավագույն փիլիսոփաներն են, կրոնափիլիսոփական այդ ուսմունքների տարածողներն են, դա լինում է բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում, արև, լուսին, լավագույն հոգեբաններն են, հոգեթերապևտներն են, եթե սովորական այս առօրյա այդ կենցաղային մասնագիտությունում առօրյայի հետ կապված, դրանք լավագույն լողորդներն են, ծովագնացներն են, նրանք ովքեր զբաղվում են դա ոգելից խմիչքների, հանքային ջրերի երբեմն այծեղ ջուրներ կարող է լինել, բայց այն ինչ կապված է այդ ջրերի հետ, դա կարող է լինել նաև ոգելից խմիչքները, ապա կարող են զբաղվել այդ ոլորտներում գործունեություն ծավալել։ Ձկները դա նաև դեղագործական բիզնեսն է, եթե կույսը լավագույն բժիշկներն են, իսկ լավագույն դեղագործները դրանք ձկներն են, իրենք կարող են աշխատել լաբորատորիաներում, քիմիկներ, ֆիզիկներ կարող են լինել, կենսաբաններ ավելի շատ, ֆիզիկներ կարող են, ֆիզիկոսները Մարսը ջրհոսի կենդանակերպում եմ շատ հանդիպում, Մարսը ձկների կենդանակերպում, քիմիկոսներ, դա նաև կարող է լինել կենսաբանության, նրանք ովքեր առնչվում են ջրի հետ, ծովի հետ, սովորական մասնագիտություն եթե չունենան, իրենց հետաքրքրությունների շրջանակներում հիմա քիչ են զբաղվում ձկնորսությամբ,
նշությամբ լավագույն ձկնորսներն են, լավագույն հոգեբանները, հոգեթերապևտները, այն անձիկ, որոնք հասարակական գործունեություն, բայց հասարակական կազմակերպություններում են աշխատում, պաշտպանում են թույլ մարդկանց շահերը։ Դրանք, այո, հասարակական հանրային գործիչներ են, չէ՞, դրանք հանրային պաշտպանների դերակատարումը կարող են ստանձնել։ Ես կարծում եմ, որ մենք այլևս չունենք, նրանք շատ բարի են, եթե Յուպիտերը ձկների կենդանակերպում է գտնում, ապա դուք ունեք մեծ հովանավոր իդեմս բարձրալին, ձեր նախնիներից կարող են լինել անձիկ, բարեկամներ, որոնք ուղղակի ապահովում են ձեր հոգևոր աճը եւ իմացեք քնած թե արթուն ժամանակ նրանք իմացեք հրեշտակի նման պաշտպանում են ձեզ, եթե Յուպիտերն է, Սատուրնն է ձկների կենդանակերպում դրական դիրքերի դեպքում կօգնի ձեզ, այսպես ճիշտ է խոչընդոտներով, Սատուրնը ձկների կենդանակերպում հանդիպում եմ յոգայով զբաղվող մասնագետների մոտ, որտեղ Սատուրնը դա կառուցվածքն է, իսկ ձկները հոգևոր իմաստությունը, գիտելիքները այդ մասնագետների մոտ։ Ուստի սիրելի ձկներ, մանավանդ բարձրացող հանգույցը ձկներում ծույլ չլինեք, կարող եք, տեսեք, այդ դեպքում, երբ որ բարձրացողը ձկներում է, իջնողն է կույսի կենդանակերպում, մարդիկ շատ են աշխատում, այդ դեպքում կարող եք կորցնել ձեր ֆիզիկական առողջությունը եւ ի հաշիվ ձեր հոգեվորի, պետք է ուղղակի հանգստանաք, այսպես ասեմ, ձկները դա հյուրանոցային ռեստորանային բիզնեսն է, առավելապես մեկուսացված վայրերն են, հոգեբուժարաններն են, եթե դրական միտումով ենք մենք այսպես դիտարկում, ապա այն վայրեր են, որտեղ մարդիկ կարող են ստանալ հոգևոր կամ ֆիզիկական առողջություն, առողջարանային բիզնեսն է, հյուրանոցներն են, այն ամենը, ինչը կբարձրացնի մարդու հոգեկան ակտիվությունը եւ այսպես չի խոչընդոտի նրա ֆիզիկական առողջությանը, չի խանգարի։ Այսքանը։ Դե ուրեմն ժամանակն է ասենք աստղաբանական քարտեզի վերլուծությանը, ինչ կարծիք եք։ Այո, ես այստեղ տեսնում, հա, սիրելի ձկներ, այսպես մի բան էլ ասեմ, քանի որ Սատուրնը ձկների կենդանակերպում է, վերջերս շատ են կոտրել ոտնաթաթերը, հենց խավարումների ընթացքում, քանի հոգի ես տեսա, խոսեցինք, նրանք ասացին, որ վնասել են ոտնաթաթերը, Սատուրնը ձկների կենդանակերպում եւ լավագույն մերսողներ են, նրանք կարող են լինել ձկներ եւ կույսեր։ Այսքանը, անցնենք առաջ, ահա, Անգելինայի քարտեզը, որը ծնվել էր փետրվարի 24-ին 2002 թվական, սիրելի Անգելինա, դուք ձեր ծնված կենդանակերպով ձուկ եք, կենդանակերպի նշանը ձուկ, Արևը գտնում է ձկների կենդանակերպում, Մերկուրին գտնում է ձկների կենդանակերպում, սիրելի Անգելինա, բավականին երազկոտ եք, հեքիաթներ եք սիրում, ֆանտազիաներին եք տրվում, պետք է ուղղակի իրականությանը բաց աչքերով նայեք, Մերկուրի Մարս այդ դիրքավորումը կույսի կենդանակերպում դա տալիս է խնդիրներ աշխատանքում, պետք է լինեք ճշտապահ, Մերկուրին ձկների կենդանակերպում երազանքների գրկում է լինում, հաշվարկներ չի սիրում կատարել, մասնագիտության մեջ խնդիրներ կարող է լինել, եթե Անգելինայի մայրն էր ինձ գրել, պետք է ուղղակի ուշադիր լինեք հետագայում խնդիրներ չունենա աշխատանքում Մարսը կույսի կենդանակերպում անպարտաճանաչության պատճառով։ Գիտեմ, որ հնարավոր է կարդալ է սիրում, նրա համար կարևոր է, եթե կընտրի հոգեբանության այդ բնագավառը, ինչը ասեցի, քիչ առած ձկների համար, այդ բոլոր ոլորտները նրա համար կարևոր է, բայց տեսեք լուսնով, լուսինը Վեներան գտնում է խոյի կենդանակերպում, առաջին հայացքից բարեհամբույր, հանգիստ, այսպես կարող է այդ հանգստությունը քողակված լինել, բայց մայրիկի հետ փոխհարաբերություններում եւ ընդհանրապես իր ին էներգիան լուսինը խոյի կենդանակերպում դա կանացի տեսակն է, բավականին կոնֆլիկտային եւ այսպես ուժեղ տեսակ կարող է լինել։ Սիրո հետ կապված հարցերում հնարավոր է սև սպիտակ կամ հավանես կամ չհավանես, կտրուկ որոշումներ չկայացնել։ Սիրո հետ կապված հարցերում կարծում եմ, որ մայրիկի տեսակետները չի ընդունում Անգելինան, երբեմն կոնֆլիկտներ է ունենում մայրիկի հետ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Ես այստեղ դիտարկելով հայրիկի կերպարը, երբ որ ես տեսնում եմ, հայրիկը հնարավոր է նյութապես ապահովում է նրան,
դրանից հայրիկի վարկանիշը քիչ ավելի բարձր է նրա մոտ, կարող ես ընտրել նաև Յուպիտերը ցուլում, այնպիսի վայրերում, որտեղ շրջանառվում են ֆինանսներ, ֆինանսիստ կարող ես լինել, բանկային գործն է, դա նաև կարող ես աշխատել այստեղ, եթե մենք դիտարկում ենք այծեղջյուրի կենդանակերպում մոլորակային դիրքավորումներ, ես այսպիսի դիրքավորումներ հանդիպել եմ այնպիսի մեկի մոտ, որը աշխատում էր բանկային համակարգում, նա մարդկային ռեսուրսների ղեկավարի պաշտոններ զբաղեցում, այո, բանկում կարող ես աշխատել այդ գերատեսչությունը եւ զբաղեցնել բարձր դիրքեր։ Լուսինը ձկների, արևը ձկների կենդանակերպում հանրային պաշտպանն են, դրանք բոլոր հասարակական կազմակերպություններն են, որոնք զբաղվում են անպաշտպան մարդկանց պաշտպանությամբ, արդարության զգացումը ես կարծում եմ ձեր մոտ բարձր է, բայց պետք է լինի չափավոր, որ հետագայում կոնֆլիկտներ չունենա, սիրելի Անգելինա, աշխատանքում Մերկուրի, Մարս այդ դիրքավորում է։ Անպայման պետք է բարձրագույն կրթություն ստանաս, չբավարարվես միջին մասնագիտության կամ այն կրթությամբ քոլեջ, այդ միջին մասնագիտական այդ բոլոր կրթահամալիրներ, ոչ, սիրելի Անգելինա, եթե ուզում ես ունենալ աշխատանք, եթե ուզում ես ունենալ մասնագիտություն եւ բարձր, քանի որ այստեղ Յուպիտերը ցուլում է բարձրատրվող մասնագետ դառնաս, ապա անպայման պետք է լավագույն բուհերում ուսանես մի քանի լեզուների, պետք է տիրապետես բարձրացող հանգույց աղեղնավորում, այն ինչ ասում է աղեղնավորի համար, որպեսզի հասնես մասնագիտական հաջողություններից, մայրիկիդ հետ քիչ կռվի, սիրելի Անգելինա, այսպես մրցակցային հարաբերություններ կամ ուղղակի տանը սիրում ես վառ տպավորություն, եթե ինչ-որ մի բան կա ասելու, հույզերը անպայման մայրիկի մոտ ես արտահայտում վառ հույզեր, բայց երբեմն կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծում ինքդ քեզ։ Երբեմն մայրիկն էլ այստեղպես խորհուրդ կտամ, եթե աղջկա հանդեպ խիստ եք, ապա նա կարող է ընդդիմանալ ձեզ լուսինը խոյի կենդանակերպում, փորձեք հարաբերությունները շտկել նրա հետ եւ ճիշտ մասնագիտական ուղի ընտրել, եւ մասնագիտական եւ կյանքի ուղի։ Հաջորդ մասնակիցը մեր Արտուր ծնվել է հուլիսի 15-ին 2006 թվական։ Շատ տնակյաց տղա է Արտուրը։ Արև Մերկուրին խեցգետնում, լուսինը ձկներում։ Կարծում եմ, որ իրենց տանը բարեպաշտ ընտանիքում է ծնվել այս անձը, ծնողների փոխհարաբերությունները բավականին կայուն են, նյութապես հնարավոր է ապահովված է Արտուրը ընտանիքում, դուք կարող եք հարգելի Արտուր ունենալ ընտանեկան բիզնես, որտեղ նաև ներգրաված կլինի եւ մայրը եւ հայրը, բարձրացող հանգույցը ձկներում, այն բոլոր ոլորտները, ինչը ասեցի ձկների համար, ձեր ծրագիրը դա է եւ կարծում եմ, որ ձեր մայրը շատ Աստծուն հավատացող բարեկիր, բարեպաշտ հայ կին է։ Հետևիր մայրիկի խորհուրդներին, տեսեք չեմ ասում կոնֆլիկտային հարաբերություն, լուսինը խոյում չի, ձկներում է։ Դուք ունեք ձեր տանը կարծում եմ, որ ունեք սրբավայր, ձեր մայրիկը աղոթում է, եթե ոչ, ապա ձեր ծրագիրն է, սիրելի Արտուր, որ պետք է լինես մի փոքր աստվածավախ, պետք է ծուլությունդ հաղթահարես, ծուլությունը հաղթահարել այն առումով, որ ժամանակ տրամադրես, եթե շատ զբաղված ես եւ հետագայում այդպես կլինի աշխատանքում, ապա պետք է զբաղվես հոգեվորի զարգացմամբ, կարդաս հոգեվոր գրքեր, այցելես գոնե ամսվա մեջ, գոնե մի քանի ամիս մեկ այցելես եկեղեցի, երեխան 2006 թիվ է, բայց ես ամբողջ կյանքի համար եմ նրան ասում, Աստծու հետ կապը ստեղծի տիեզերքի հետ, Աքո աղոթները, քո մայրիկի աղոթները առ Աստված հասնում են։ Այո, սիրելի մայրիկ, եղեք այդպես հեզ, ես իր քարտեզից տեսնում եմ, եւ ձեր նախնիների մեջ, սիրելի Արտուր, ես տեսնում եմ, նույնիսկ եթե մահացած ինչ-որ մեկը կա, ապա նա միշտ երկնքում պահապան հրեշտակի նման պահպանում է քեզ Յուպիտերը կարիճու կենդանակերպում, բայց ուշադիր եղիր, ագահություն չցուցաբերես հանրային գումարներում, եթե բանկային համակարգում կաշխատես, եթե այնպիսի վայրում կաշխատես, որտեղ մեծ գումարներ կան, ապա ուշադիր եղիր, այդ մեծ գումարները այն երջանկությունը չեն բերելու, ինչը կբերի քեզ աշխատանքի արդյունքում։
Մարսառություն կարծում եմ, որ տնեցիները սիրում են իրեն, ինքը մի փոքր ուրախանում է իր գեղեցիկ տեսքով, արտաքինով գեղեցկատես տղա է, արևով խեց գետին, սիրում է թանկարժեք իրեր, սիրելի Արտուր, գիտեմ, որ թանկ մեքենաներ, թանկ իրեր, եզակի այդ օրինակներ, լավագույն թագավորական կյանք են կարծում եմ ապահովել քո ծնողները քեզ համար, բայց եթե չեն էլ ապահովել, այդ ամենին դու կարող ես հասնել մասնագիտական ձեռքբերումների արդյունքում աշխարհահռչակ լավագույն բուհերը կարող ես գնալ սովորել, հետագայում իմացիր, որ նյութապես եւ ֆինանսապես ապահովվածությունը քեզ ողջ կյանքում կարող է այսպես հետևել։ Ինչ ասենք, այստեղ մարսառություն Վեներան երկորակում սիրելի Արտուր պետք է ուշադիր լինես, ֆլիրտներ ես անում, գրում ես դասընկերուհիներիդ, պետք է ընտրել այնպիսի մեկի մայրիկի, եթե մայրիկը որոշի օգնել քեզ ընտրության հարցում, անձնական հարցում կարող ես ապավինել մայրիկիդ, որովհետև Վեներան երկորակի կենդանակերպում հնարավոր է դժվարությամբ ընտրես սիրելի մեկին, իսկ մայրիկը այդ հարցում իմացիր, որ քեզ օգնական կլինի։ Այսքանը պարոն Ղուշյան, կարճ, բայց կարծում եմ, որ բովանդակային ներկայացեցի սիրելի Արտուր, անպայման ձկների կենդանակերպի այն ինչը ես ներկայացեցի, դրանք հիմք ընդուներ հետագայում մասնագիտական կողմնորոշման համար։ Եղավ, Դիգենգայանի, շնորհակալ եմ այսօրվա համար էլ, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, իսկ մեր ունկնդիրները մաղթում ամենայն բարին։ Մնացեք լավատես եւ հավատացեք, որ մեր աստղաբան հոգեբանները միշտ ձեր կողքին են լինելու։ Այսօր այսքանը, ցտեսություն։